Բարի օր, հարգելի հայրենակիցներ, այսօր միմյանց շնորհավորելու իրական առիթ ունենք մեկնարկել եւ այս պահին ընթացքի մեջ է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները։ Սա իսկապես համազգային եւ համապետական նշանակության միջոցառում է, քանզի տարիներ առաջ պարզապես երազանք էր ազատ անկախ Արցախ ունենալը եւ առավել եւս երազանք այդպիսի պետության մեջ ընտրություններ անցկացնելը։ Այնպես որ երազանքներն իրականանում են, բարեկամներ, սակայն պետք է հետևողական լինել պետականաշինության հարցում եւ սա ոչ միայն մեր իշխանությունների պարտականությունն է։ Այստեղ պարտականություններ ունենք պարտականություններ ունի իրականացնելու մեզանից յուրաքանչյուրը։ Այնպես որ եկեք ցուցաբերենք գիտակից վերաբերմունք, քաղաքացիական վերաբերմունք կատարենք մեր պարտքը, մասնակցենք ընտրություններին սրանով իսկ մեզ եւ ողջ աշխարհին ապացուցենք, որ մենք իրավունք ունենք գոյություն ունենալու որպես ազատ անկախ պետություն։ Մեկ անգամ եւս բոլորին կոչ եմ անում կատարել քաղաքացիական պարտքը, չնայած որ եղանակը կարծես թե մի փոքր խանգարում է, բայց դա չպետք է խանգարող հանգամանք լինի, ինչպես եւ նշել էինք, Արցախի հանրային հեռուստատեսությունը այսօր արտակարգ գրաֆիկով է աշխատելու, մենք պարբերաբար միացումներ ենք ունենալու կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից եւ բացի դրանից մենք ունենալու ենք տաղավարում հյուրեր ու խոսելու ենք բնականաբար ընտրություններից։ Այս պահին իմ զրուցակիցը քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն է։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ հարցնել, հասցրել եք արդյոք կատարել քաղաքացիական ձեր պարտքը։ Իհարկե, այո։ Պարոն Արզումանյան, ինչ նկատեցիք այդ ընթացքում, ինչպես է մեր քաղաքացիների տրամադրությունը, ակտիվ են ընթանում ընտրությունները, մասնակցում են։ Ինձ ավելի ճիշտ ավելի ուրախացրել է այն հանգամանքը եւ որ ամեն ինչ անցնում է հանգիստ։ Եթե նայեք մեր ընտրությունների եւ համեմատեք մնացած միջազգային ընտրությունների եւ այլ, Արցախում ընտրությունները գնում են հանգիստ, սովորական տեմպով, առանց ոչ մի ծայրահեղ, ոչ շարած էմոցիոնալ ինչ որ բաներով։ Ինձ թվում է դա հետաքրքիր ինդիկատոր է, հետաքրքիր նմուշ է, որը ցույց է տալիս, որ Արցախում ընտրությունները արդեն դարել են ինչ որ հանգիստ, ամենօրյա ինչ որ աշխատանք եւ գործիք, դա ինձ ավելի շատն է դուր եկել այս հանգստությունը, որը մենք տեսնում ենք։ Այսինքն ընտրությունների անցկացման մշակույթը, որը շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ձևավորման համար, եթե չասենք միանգամայն կայացած, գոնե կայացման ճանապարհին է։ Ինչու՞ միացած, մենք կարող ենք ինձ թվում է ասել, որ ընտրությունների ինստիտուտը Արցախում կայացել է։ Այս 24 տարի ընթացքում, երբ մենք անց ենք գցնում ընտրություններ, դա մեզ համար դարձել է սովորական ինչ որ միջոց։ Այն ինստիտուտները, որը պիտի ապահովեն ընտրություններ, աշխատում են։ Մենք արդեն ունենք գործիք, որի անունը ընտրությունները։ Դա դարձել է մեր ժողովրդի համար, Արցախի համար ոչ թե նպատակ անցկացնել ընտրություններ, ազատ, անկախ եւ այլ, բայց դարձել է գործիք։ Այն գործիքը, որով մենք փորձում ենք լուծել ուրիշ հարցեր։ Նպատակից մենք արդեն ունենք գործիք։ Ինձ թվում է դա այդ փոփոխությունը, որը տեղի ունեցել, բավականին մեծ է։ Այսօր ընտրությունները Արցախում դա գործիքը, որով մենք կփորձենք ստեղծել ավելի էֆեկտիվ պետականություն։ Եվ դա ամենամեծ մեղադրանքն է իմ կարծիքով, որ մենք ունենք այսօր։ Պարոն Արզումանյան, մենք գիտենք, որ այս տարի տարբեր երկրներից մոտ 100 դիտորդներ ունենք, 40-ից ավել լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այ ուզում եմ հարցնել ձեր կարծիքով ինչ կտան մեզ այս ընտրությունները հենց մեր ներքին, այսպես քաղաքականության եւ նաեւ արտաքին աշխարհին ինչ որ բան ապացուցելու համար։ Ինձ թվում է առաջի կտոր ավելի հիմնական է, ավելի անհրաժեշտ է, ավելի մեծ նշանակություն է։ Ընտրությունները մենք անց ենք գցնում մեզ համար։ Ընտրությունները, որը տեղի են ունենում, պետք է հայության համար, հայ Արցախի ժողովրդի համար եւ այն, որ մենք կարող ենք դա անել, դա հիմնականն է մեզ համար։ Արտաքին աշխարհը ամեն ինչ տեսնում է, նրանք կարող են չխոսեն կամ ուրիշ ձևի խոսել, բայց իրանք չեն կարող չնկատել եւ չհասկանալ, որ այստեղ իրոք իրականության մեջ կան ընտրություններ։ Եվ դա կլինի մեզ համար օգտակար իհարկե, բայց նորից եմ ասում, հիմնականը այնն է, որ մենք ենք հասկացնում եւ մեզ համար է։ Գնահատի արտաքին աշխարհը չի գնահատի, գնահատում է եւ լավ է գնահատում իհարկե, դա երկրորդական հարց է։ Հիմնականը որ մենք հասկանանք, որ ընտրությունները այն միջոցն է, որով մենք հնարավորություն ենք ստանում նորից փոխել կամ նորոգել կամ ուրիշ ձևի ճանապարհով գնալ պետականությունը կառուցելու process-ի մեջ։ Հիմնականը այն, որ մեզ համար է,
Ընտրությունները եւ դու հնարավորություն ունես ընտրես եւ դու ունես հնարավորություն ընտրել, դա հիմնական սկզբունքներից է, որի վրա կառուցվում է ազատությունը։ Մարդը անձը լինում է ազատ եւ ինքը հնարավորություն ունի ընտրել։ Եթե դու չունես հնարավորություն ընտրել, դու չես կարող ազատ լինես։ Եվ մեզ համար ընտրելը դարձել է սովորական։ Եվ չհասկանալով եւ չգնահատելով, այդ դարձնում է կամաց մեր քաղաքական մշակույթի մի մասը եւ այդ փոփոխությունները, որը չին են տեղի ունենում, ամեն օր չես կարող նկատել, բայց հետևանքները եւ որը հասնում է այդ process-ի ընթացքում մեծ են լինում իհարկե, ես տեսնում եմ փոփոխություններ կան։ Այն որ ինչը մենք տեսել 2000 թվականներին սկզբում եւ այն ինչ տեսնում եք այսօր փոփոխվել է։ Մշակույթը փոփոխվել է։ Այ ընտրություններից ընտրություններ, դուք նկատում եք տեսանելի փոփոխություններ եւ հասկացման կարգի եւ քաղաքակրթության, այսպես, հա, մշակույթի, քաղաքացիական մշակույթի բարձրացման։ Եթե համեմատեք առաջին միջև այս ընտրությունների հետ փոփոխությունները չին են, բայց եթե վերցնում ես 10 տարի կամ 20 տարի, տեսնում ես որ ահագին ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք արդեն ունենք այդ գործիքը, նորից կկրկնեմ, եւ այդ գործիքով մենք փորձում ենք իրոք փորձում եք ինչ-որ բան փոխել։ Այ հասրել եք արդեն շփվել մեր երկիր այցելած դիտորդների կամ լրագրողների հետ, կարծեմ նրանք 1-2 օր առաջ էին ժամանել։ Նրանց պաշտոնական տեսակետներին դեռ մենք կծանոթանանք իհարկե ընթացքում։ Երեք եմ հանդիպել Ռուսաստանից եկած մի երկու Ինչ ակնկալիքներով, ինչ սպասումներով են նրանք մեզ մոտ։ Արդեն սովորական է նույն ձևի, նոր եկածները մի քիչ ապշում են իհարկե, որովհետև անսպասելի է լինում։ Այն ներվայանային, ներդային մթնոլորտը, որը տեղի ունի հետսովետական միության ընտրությունների մեջ, այստեղ չկա։ Եվ այդ մթնոլորտի բանը մի քիչ ապշիչ է լինում։ Այսօր եւի հետո տաղավարից հետո մի ժամից հետո կբարձրանամ վերև, այնտեղ կնայեմ, արդեն կտեսնեմ իմ տպավորությունները համապատասխանում են, բայց իմ կարծիքով այդտենց կլինի։ Այն որ մեզ համար դա դարձել է սովորական, լինում է ապշեցիչ մնացած երկրների եկողների համար։ Իրանք չեն սովորել, պատրաստ չեն տեսնել, որ այդպես հանգիստ կարող են անցկացնել ընտրությունները։ Իսկ եթե մի փոքր հետ վերադառնանք եւ անդրադառնանք նախընտրական քարոզարշավին, այ ձեր գնահատականն ինչպիսին է, ինչ մթնոլորտում ընթացավ քարոզարշավը, արդյոք կարողացանք մենք խուսափել իսկապես անցանկալի երևույթներից, բացասական երևույթներից։ Ինձ թվում է մոկանցել եք, հանգիստ չի կարելի ասել, ամեն կենթանի process-ը ունի եւ ինչ որ շեղումներ, չի կարելի ասել, որ ամեն ինչ եղել է նորմալ, տենց չի լինում, կյանքում տենց չի լինում։ Բայց ինձ թվում է ամեն ինչ անցել է նորմալ եւ կային ծայրահեղ արտահայտող բողոքական մոտեցումներ, կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կտրուկ ուրիշ մոտեցում հայկական, Արցախի քաղաքական եւ տնտեսական խնդիրների լուծման, իրանք հնարավորություն են ունեցել արտահայտվել, իրանք հնարավորություն են ունեցել իրաց կարծիքը հասնել հասարակության եւ այսօր կորոշվի արդյոք Արցախի քաղաքացիները պատրաստ են ձայն տալ իրանց կամ ուրիշներին եւ ընտրել իրաց ճանապարհը, ընտրել իրաց մոտեցումը իրականության, թե չէ։ Ինչ եղել է միջև այդ իհարկե արդեն այսօր ամեն ինչ կորոշվի։ Եվ նորից եմ ասում, կենթանի process-ի մեջ միշտ լինում են շեղումներ, ամեն ինչ նորմալ է լինում, արդեն եթե ինչ-որ բան ունեք մահացած եւ արդեն կանոնավորված, եթե իրականությունը կենթանի է, նա պարտադիր պիտի ունենա ինչ-որ շեղումներ, որոնք կյանքի ինչ-որ նմուշներ են։ Պարոն Արզումանյան, այ նախընտրական այդ գործընթացին եւ ընտրություններից առաջ մենք գիտենք, որ տարբեր երկրներում, քաղաքակիրթ երկրներում, հա, հատկապես կիրառվում են տարբեր PR տեխնոլոգիաներ եւ կան արդեն կոնկրետ ինստիտուտներ PR տեխնոլոգիաների։ Այս առումով կուզեի ձեր կարծիքը լսել, մեր երկրում արդյոք աշխատում են PR տեխնոլոգիաները եւ ինչ չափով, ինչ ուղղությամբ, ինչ միտվածություն ունեն։ Ինձ թվում է, որ Արցախը եւ Հայաստանն էլ հայությունը մանավանդ շատ փոքրիկ իրականություն է, ոչ թե փոքրիկ, այլ իրականություն է, որտեղ բոլորը իրար գիտեն, կարելի ասել։ Ես զարմանում եմ ժամանակին, բայց 2, 3, 4 մարդուց հետո կարելի է գտնել ծանոթին, որը ճանաչում է։ Այդ մթնոլորտում PR տեխնոլոգիաները իհարկե կարող են աշխատել, բայց իրականությունը այնքան իրար մոտիկ են, այնքան կապված են իրար հետ, որ բոլորը գիտեն իրականությունը։ Այդ իրականության մեջ խաղեր խաղալ բավականին դժվար է։
եւ արտաքին եւ ներքին ուժերը, որը կփորձեն խաղալ, որովհետեւ PR տեխնոլոգիաների մասին երբ խոսում եմ այն ժամանակ, երբ այդ տեխնոլոգիաների միջոցով ուզում ես փոխվել կարծիքը, փոխշեղես, ազդել եւ ունենալ ոչ թե այն իրականությունը, որը կա, բայց Փառք Աստծո հայ ժողովուրդը եւ հայերը բավականին պրագմատիկ են, լինելով ռոմանտիկ եւ մտնելով բարձր մակարդակներով, գաղափարներով, մնում են շատ պրագմատիկ եւ հային շեղել հողից, շեղել իր զգացումներից, որ ինքը ունի իրականության դեմ, բավականին դժվար է։ Դրա համար իհարկե PR տեխնոլոգիաները կմշակվեն եւ կաշխատեն Հայաստանում, Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, բայց իրաց ազդեցությունը կլինի բավականին սահմանափակված։ Մենք մի քիչ ապրած ժողովուրդ ենք եւ մեզ շեղել բավականին դժվար է։ Բայց չէ՞ որ պարտադիր չէ որ PR տեխնոլոգիա, ասենք սև PR կիրառել կամ եւ այլն, կարելի է պարզապես PR տեխնոլոգիաների միջոցով այսպես հաստատել, կարծրացնել այն տեսակետը, որ գոյություն ունի, որպես տեխնոլոգիա, իհարկե, որպես տեխնոլոգիա, որը հասցնում է քո կարծիքը հասարակության, նման տեխնոլոգիաներ օգտագործվում են, եթե նայեք սոցիալական ցանցերում, այս նախընտրական արշավի ժամանակ բոլոր կուսակցությունները, որը այսօր մենք հնարավորություն ունենք ընտրել, բացել են իրենց page-երը, բացել են, աշխատել են, իրենց կարծիքներն արտադրել, ինչ որ կոմենտներ են ստացել, դա մի ինչ աշխատում է իհարկե որպես միջոց, որով դու քո կարծիքը հասցնում ես քո ընտրողների, պոտենցիալ ընտրողների, դա մի ինչի կա եւ կաշխատի իհարկե։ Բայց մտածել, որ դա կարող է ունենալ ինչ որ ազդեցիկ բան, ինձ չի թվում։ Այդ բոլոր տեխնոլոգիաները կաշխատեն նույնպես, որպես աշխատում է հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը եւ այլ եւ այլ։ Ամեն ինչ ինձ թվում է կլինի սահմանափակ եւ իրան տեղը։ Իսկ ձեր կարծիքով այս անգամ նախընտրական քարոզարշավին եւ այս անցուդարձին, հա, քաղաքական երիտասարդների մասնակցությունն ինչպիսին էր կոնկրետ իմ տեսակետով բավական ակտիվ էր երիտասարդությունը այս անգամ։ Դե իհարկե, որովհետեւ անցել է 20 տարից ավելի արդեն որ հաղթանակ ունենք, չի, արդեն միացել է մի սերունդ եւ այդ սերունդը անպայման պիտի ունենա իր կարծիքը։ Մեր սերունդը արդեն վերջանում է 15-20 տարուց հետո մենք եւ մեր հասկացողով մենք ոնց է նայում ենք երկրին, նայում ենք աշխարհին, այդ ժամանակ անցնում է, ժամանակները փոխվում են, միացել է նոր սերունդ եւ նոր սերունդը պիտի հնարավորություն ունենա եւ անպայման պիտի վերցնի նույսերի այն ինչ արել են իրան հայրերը։ Դրա համար իրանք պիտի լինեն ակտիվ, եթե չլինեն ակտիվ, եթե չլինի մատաղ սերունդ, դա կլինի կործանման մեզ համար, կործածիչ։ Եթե լինեն բոլորից միանակ հին դեմքեր, չլինեն նոր դեմքեր, չլինեն նոմետություններ, դա կնշանակի, որ ինչ-որ բան տեղի չի։ Ինչ-որ բան տեղի չի գնում, բայց որ կան նոր կուսակցություններ, կան նոր դեմքեր, կան նոր կարծիքներ, կտրուկ բացասական կրտսեր, դա ինձ թվում է նմուշներ են, որ ամեն ինչ գնում է նորմալ։ Մենք ողջ ենք։ Եվ տանում է դեպի ժողովրդավարության, չէ՞ որ ամենը։ Դա ժողովրդավարության ինչ որ նմուշներն են, ինդիկատորներն են, եւ բացի դրանից ոչ թե ժողովրդական, ցույց է տալիս, որ մենք կենթանի ենք, չենք մեռել։ Ներեցեք մի քանի օր, մի շաբաթ առաջ Ղազախստանում են ընտրություններ տեղի ունեցել, որտեղ 98%-ից ավել տոկոս դվել են իրաց ձայները ներկա նախագահային։ Ես չեմ ուզենալ, որ Արցախում կամ Հայաստանում մենք ունենանք նման արդյունքներ, այն որ մենք չունենք նման արդյունքներ եւ չենք ունենա, ինձ թվում է լավ բան։ Իսկ ինչպիսին են ձեր կանխատեսումները զուտ մասնակցության առումով։ Չեմ ասա, ես պիտի սպասեմ, այդ իմ ներքինն է։ Ես չեմ ուզում։ Անում եք դուք ձեզ համար կանխատեսումներ։ Ես ուզում եմ տեսնել ոնց կլինի ջահելները, ոնց իրենք աշխատելու, ոչ թե նոր ջահել ցանց կուսակցությունները, բայց այն արդեն ավանդական մեր կուսակցությունների մեջ ինչ ձայն կունենան ջահելները։ Եվ սա կարևոր է ձեր կարծիքով։ Ինձ համար կարևոր է, ինչքան ջահել նոր անձեր, դեմքեր կլինեն նոր պարլամենտում Արցախի ազգային ժողովում։ Ինձ դա համար ինձ թվում է հիմնական ինդիկատորներից մեկն է ինձ համար։ Արդյոք մենք գնում ենք պիտի ապագան, թե մնում ենք ինչ որ տեղ այն ժամանակներին, որում մենք ապրում ենք։ Որովհետև նորից եմ կրկնում, ապագան ջահելներին է, մատաղ սերունդին է։ Եվ լավ կլինի, որ մատաղ սերունդը 30-40 տարեկաններ մատաղ ջահել քաղաքագետները հնարավորություն ունենան հիմա մտնեն քաղաքական process-ի մեջ, որ 10 տարից հետո, 15 տարուց հետո արդեն փորձված, փորձություն ունեցող մարդիկ անձանք վերցնեն իրաց ուսերին երկիրը։
Պարոն Արզումանյան, նաև հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքային փոփոխությունների վերաբերյալ, որ այս տարի տեղի են ունեցել զուտ կարգի մեջ, հա, այսինքն համամասնականի, մեծամասնականի հարաբերակցությունը, պահանջը, որ 20 կանանց մասնակցությունը, հա, ներգրավվածությունը խորհրդարանում 20% պետք է լինի եւ այլն։ Ընդհանուր ես դրական եմ վերաբերվում, այդ 20%-ն ինչ դուրս չի գալիս, ճիշտն ասած, ես դեմ եմ ինչ որ տոկոսներ դնելու։ Պետք է հասարակությունը պատրաստ լինի, որ կանանք մտնում են։ Եթե ինչ որ տոկոս ես դնում, ինձ համար մի քիչ դա, բայց եթե չինի 19%-ն ինչ է կանելու։ Դե բնականաբար, այդպես ճշգրիտ պահպանելը չի հարցը։ Ինչ որ տոկոս ես դնում, դա ճիշտ մոտեցում չի։ Պիտի ունենան, պիտի լինեն, բայց ասել 10% կամ 5% դա մի քիչ ես մի քիչ դրան դեմ եմ, ասենք տենց։ Թող լինի, բայց եթե կարող է 40 լինի, դա նշանակություն չունի։ Հիմնականը, որ այդ process-ը գնա եւ մենք ունենանք ազգային ժողով, որը կհամապատասխանի այն նոր հրավերներին, որը կանգնած է Արցախի հանրապետությունում։ Դա է հիմնականը, բայց ով կլինի կանանք, տղաներ եւ այլ, դա ինձ թվում է ինձ համար երկրորդական հարց է։ Պարոն Արզումանյան, նաև ուզում եմ անդրադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների այն հայտարարությանը, որ նրանք չեն ճանաչում Արցախի հանրապետությունը որպես անկախ պետություն, բայց այնուամենայնիվ հարգում են Արցախի ժողովրդի իրավունքը անցկացնելու ընտրություններ, սեփական ընտրություններ եւ դիտորդներ են նրանք ուղարկել։ Սա ինչի մասին է խոսում, որն է ձեր մեկնաբանությունը։ Եթե հիշեք, մի քանի ընտրություն առաջ նրանք ժխտում են եւ արգելում էին մեզ անցկացնել, որ չեն։ Հիմա արդեն հարգում են։ Եթե դու տարի տասնամյակների ընթացքում հնարավորություն ունես եւ անց ես գցում ընտրություններ, դա չի կարող չգնահատի։ Ես կարող ասոր չեն ճանաչում, բայց արդեն հարգում են։ 10 տարից հետո, 20 տարից հետո, 50 նշանակություն չի, իրանք ստիպված կլինեն ընդունեն իրականությունը։ Բայց քաղաքական իրականության մեջ կա Արցախի հանրապետություն եւ այդ հանրապետությունը հնարավորություն ունի եւ կարող է անցկացնել ազատ ընտրություններ։ Այդ նվաճումներից մեկն է, որը բավականին քիչ պետական պետություններ հնարավորություն ունեն ասորայկացնեն։ Եվ մենք այդ շարքում ենք, որը հնարավորություն ունեն եւ անց են կացնում։ Դա ավելի մեջ ցուցանիշ է, քան թե ճանաչված, չճանաչված։ Ճանաչվելը, չճանաչվելը երկրորդական է ինձ թվում է։ Հիմնականը այն է այսօր, որ մենք կարողանանք անցկացնել եւ բոլորին համոզենք, որ դա անհրաժեշտ է մեզ, որ այդ ընտրությունները մենք անց ենք կցնում ոչ թե Ամերիկյան Միացյալ Նահանգների համար կամ Եվրոպայի համար կամ չգիտեմ Ռուսաստանի եւ այլ, մենք անց ենք կցնում մեզ համար եւ մենք դասավորում ենք մեր ներքին կյանքը, քաղաքական, պետական եւ այլ։ Այդ է հիմնական պատճառը եւ նպատակը մեր ընտրությունների։ Մնացածը արտաքին աշխարհը դա երկրորդական է ինձ համար ինձ թվում է։ Պարոն Արզումանյան, եթե ինչ-որ բան եք ավելացնելու, խնդրեմ, եթե չէ պարզապես եկեք նորից մեկ անգամ եւս կոչ անենք մեր բնակչությանը, մեր քաղաքացիներին ակտիվ կերպով մասնակցել եւ ոչ մի դեպքում չկորցնել այն հնարավորությունը, որ նրանք ունեն ձևավորելու մեր ապագա խորհրդարանը, խնդրեմ։ Չէ, երևի կարող եմ ասել, որ ամեն ինչ ասել եմ, կարող եմ նորից ուղղակի շեշտեմ, որ ընտրությունները եւ ունել հնարավորություն ընտրել դա ազատության հիմնական սկզբունքներից մեկն է եւ ճիշտ կլինի, որ բոլորը օգտվեն այդ հնարավորություններից եւ ընտրություններին մասնակցեն։ Շնորհակալություն ձեզ, որ այստեղ եք, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Բարեկամներ, սա դեռ վերջը չէ, մենք ձեզ բարբերաբար կմիանանք իհարկե հարցազրույցի համար մեր տաղավարից, իսկ այս պահին ինձ հուշում են, որ ուղիղ կապի մեջ է Մամլո կենտրոնից իմ գործընկերուհի Արմինե Հայրյանը, միանանք նրան, տեսնենք, թե ով է նրա զրուցակիցը, խնդրեմ Արմինե։ Շնորհակալություն Նարե, մենք շարունակում ենք աշխատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում եւ այս պահին ուզում եմ մեջբերել ընտրական հանձնաժողովի մշակած դիտորդի ձեռնարկից խոսք։
Դիտորդական առաքելության նպատակն է ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումը եւ դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը։ Դիտորդական առաքելությունն իրականացվում է դիտորդների միջոցով, պահպանելով չեզոքության, անկողմնակալության եւ ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները։ Այս պահին իմ կողքին է գտնվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը, ումից ես հույս ունեմ պարզելու ընտրական գործընթացի մանրամասները։ Պարոն Արզումանյան, արդեն կարող ենք որոշակի համեմատականներ անցկացնել մյուս ընտրությունների հետ եւ ուզում եմ հարցնել կոնկրետ դիտորդական առաքելությունը իրականացնող կազմակերպությունների լրագրողների ընդհանրապես մասնակիցների դրսից եւ հանրապետությունից ինչքանով են այս պահի դրությամբ փոփոխություններ կատարվել, ինչ ձեռքբերումների մասին մենք կարող ենք խոսել այդ առումով ու նաեւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման առումով։ Շատ լավ, ուրեմն նախորդ ընտրությունների համեմատությամբ այս ընտրությունները առանձնանում են նրանով, որ ունենք բավականին մեծ թվով միջազգային դիտորդներ, ավելի քան 30 երկրներից 100-ից ավելի միջազգային դիտորդներ, չհաշված Հայաստանի Հանրապետությունից բավականին մեծ խմբով դիտորդական առաքելություն իրականացնում են եւ ազգային ժողովից եւ այլ հասարակական կազմակերպություններից դիտորդներ։ Ակտիվություն է ցույց նաեւ տեղական դիտորդների կողմից, սակայն առավել եւս մեծ ակտիվություն կա մեր ազգային ժողովում գրանցված թե կուսակցությունների, թե տեխնացուների կողմից իրենց վստահված անձի առումով։ Գրեթե բոլոր ընտրական տեղամասերում, տեղամասային կենտրոններում մենք կունենանք, սպասում որ կունենանք եւ արդեն այդպիսի փաստեր հաստատում են բավականին մեծ թվով վստահված անձինք, որոնք ներկայացնում են տեխնացուների շահերը եւ սա նույնպես վերահսկման այսպես մի գործառույթ են իրականացնում։ Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա նրանք նույնպես արդեն ունենք կարծիքներ կազմակերպվածության առումով, դեռևս որևիցե մի թերությունների մասին խոսք չկա, իսկ վաղը ընտրությունների ավարտից հետո նրանք կներկայացնեն իրենց առաջարկությունները, դիտարկումները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ առաջարկությունները, դիտողությունները կամփոփվեն համապատասխան անհրաժեշտություն լինի դեպքում նոր ընտրական օրենսգրքում, եթե անհրաժեշտություն լինի կատարվեն լրացումներ, փոփոխություններ հաշվի կառնեն հետագայում գործընթացը ել ավելի բարելավելու ուղղությամբ։ Ուզում եմ հարցնել նաև դիտորդների հետաքրքրության շրջանակները որքանով են տարբեր, միայն օրենսդրական զուտ միջոցառման մասնակցելու առումով, թե նաև ճանաչելու Արցախը։ Ինչպես գիտեք, սովորաբար մեր մոտ դիտորդական առաքելություն իրականացնում են մեզ նման չճանաչված երկրների ներկայացուցիչներ, հատկապես մեզ Դնեստրյան Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Ասիայից մենք ունենք բավականին մեծ թվով դիտորդական առաքելություն իրականացում, ընդ որում այդ իրականացումների մեծ մասը առաջին անգամ չէ, որ մեզ մոտ իրականացում են դիտորդական առաքելություն, նրանց կարծիքը բավականին դրական է, առաջընթաց նկատվում է ոչ միայն ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ, այլ ընդհանրապես սոցիալ-տնտեսական եւ այլն բավականին դրական կարծիքներ արձանագրվել ենք։ Մենք տեղյակ ենք արդեն եւ ես մեջ բերեցի դիտորդի ձեռնարկ է մշակվել, վստահված անձի ձեռնարկ է մշակվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որքանով են սրանք հստակեցնում գործընթացը։ Շնորհակալություն հարցի համար, իրոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հենց ընտրությունները նշանակելու օրվանից սկսած բավականին մեծածավալ աշխատանքներ իրականացնել, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար աշխատանքը ել ավելի դյուրացնելու, հեշտացնելու առումով։ Մշակվել են ձեռնարկներ, ուղեցույցներ, թե ընտրական հանձնաժողովի անդամների համար, նրանց համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, հանձնաժողովի ձևավորումից հետո կազմակերպվել է հանձնաժողովի անդամների նախագահների եւ քարտուղարների համար առանձին սեմինար, խորհրդակցություններ բոլոր շրջաններում, իսկ վստահված անձած դիտորդների զանգվածային լրատվության միջոցների համար նույնպես մենք բավականին մշակել ենք ուսուցողական ձեռնարկ, մեթոդական ձեռնարկ, ընդ որում միջազգային դիտորդների համար այդ ձեռնարկը երալեզու եւ անգլերեն, եւ ռուսերեն, եւ հայերեն լեզուներով, ընդ որում արդեն ունենք բավականին մեծ թվով կարծիքներ, որ բավական հեշտացնում է դրանք իրենց աշխատանքը, նշել ենք այն ուղղությունները, որ կարող են ներկայանալ տեղամասային կենտրոններ, ինչպիսի եւ որտեղ նշել ենք ընտրողների թիվը տվյալ համայնքում տեղամասում եւ ունենք բավական լավ կարծիքներ, որ դրանք հեշտացնում են իրենց աշխատանքը եւ նրանք
ըստ իրենց երևի դա էլ կնշեն իրենց կարծիքների մեջ, երբ որ ընտրությունների ավարտից հետո ներկայացնեն իրենց կարծիքը։ Եվ բնակիչների մոտ էլի միշտ խնդրահարույց հարց է դառնում, ուզում եմ եւս մեկ անգամ ավելորդ չհամարենք եւ նշենք, որն է քվեաթերթիկում նշում կատարելու կարգը, որպեսզի բնակիչները մեկընդմիշտ հիշեն եւ այս առումով սխալչություն։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն կենտրոնական տնտեսական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է միատեսակ նշում կատարելու կարգը։ Ուրեմն քվեաթերթիկում տվյալ տեխնացուի ազգանադիմաց վանդակ է նշված, այդ վանդակում վեաձև նշման կարգն է ընդունված։ Սակայն աննշան շեղումը այդ վեաձև նշումից հիմք չէ դեռևս տվյալ քվեաթերթիկը անվավեր հաշվելու համար։ Ուրեմն քվեաթերթիկի հարց առաջանալու դեպքում վավեր կամ անվավեր, ուրեմն հանձնաժողովը որոշմամբ վճռում է տվյալ քվեաթերթիկի վավերականության հարցը։ Նորից եմ կրկնում, աննշան թերությունները, եթե մի քիչ այդ վանդակից նշման դուրս է եկել եւ այլն, այսպես աննշան թերությունները մենք ընտրական հանձնաժողովի համար նույնպես ուղեցույցում բոլոր այդպիսի դեպքերը նշել ենք, նկարել ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովները ճիշտ կազմակերպեն այդ աշխատանքը վավերականության հարցը։ Նորից եմ կրկնում, որովհետեւ ամեն մի քվեաթերթիկ տվյալ ընտրողի կամ արտահայտությունն է պետք է շատ զգույշ վարվել տվյալ քվեաթերթիկի ճակատագրի որոշելու համար։ Այսինքն եթե բնակիչը ուզում է որպեսզի իր քվեն անցնի, որոշիչ լինի, պետք է անպայման լինի զգույշ, ուշադիր եւ համապատասխան կանոններին։ Անպայման լավ, ավելին ասեմ, ուսումնասիրելով նախկինում փորձը եղել է ժամանակ, որ մեր մոտ ցանկացած նշում էին կատարում, խաչ էին դնում կամ պլյուս կամ այլ որևիցե նշան տվյալ վանդակում։ Դա հավանաբար որպես վավեր քվեաթերթիկ, սակայն արդեն երրորդ ընտրությունները, որ կենտրոնական տնտեսական հանձնաժողովի կողմից միատեսակ նշման ձևը ընդունված է որպես որոշված է որպես վեաձև նշումը եւ մեր ընտրողները բավականին ծանոթ են, պարտաճանաչ են, հարցեր չեն առաջանում, բոլոր դեպքերում ոչ մի դիմում, բողոք, տարաձայնություն չի եղել դեռևս վեաձև նշման հետ կապված, որտեղ արդեն մեր ընտրողները տեղյակ են, որ միատեսակ նշման ձևը հենց վեաձև նշումն է, եթե չեն ուզում որպեսզի իրենց քվեն, իրենց ընտրական իրավունքը, իրենց ձայնը անվավեր ճանաչվի։ Եվ եւս մեկ անգամ խոսենք այն մասին, եթե տվյալ քաղաքացին իր ինքնուրույն չի կարող կատարել իր ընտրությունը, այդ պարագայում ում դիմել, որն է ճիշտ եւ ինչպես վարվել։ Ուրեմն մի անգամ նշեմ, մի անգամ եւս ցանկանում եմ նշել, որ եթե մենք բավական ուսուցման ժամանակ, դասընթացների ժամանակ, մեր հանդիպումների բոլոր ժամանակ նշել ենք, որ եթե որևէ քաղաքացի ընտրող ունի առողջական խնդիրներ, ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունի, ապա նա կարող է դիմել այլ քաղաքացու օգնության, հայտնելով այդ մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որով պետք է օգնի տվյալ ընտրողին կատարելու իր ընտրական իրավունքը քվեարկելու քվեախցիկում։ Այդ քաղաքացին, որը պետք է դիմի ընտրողը, չպետք է լինի ոչ հանձնաժողովի անդամ եւ ոչ էլ վստահված անձ, ընդ որում քաղաքացին կարող է օգնել միայն մեկ ընտրողի։ Եվ այդ քաղաքացու տվյալները տեղամասային կենտրոնում գրանցամատյանում լրացում են դրա տվյալները։ Քաղաքացին տվյալ ընտրողի հետ մոտենում է քվեախցիկին եւ այդ օգնող քաղաքացին ընտրողի կամքի համաձայն կատարում է համապատասխան քվեարկությունը եւ նա իրավունք ունի հայտարարել, թե ինչպես է քվեարկել քվեարկության գաղտնիություն պահպանման համար։ Շնորհակալություն պարոն Արզումանյան, օգտակար տեղեկատվության համար, հաջողություններ այսօր ձեր աշխատանքում։ Դե ինչ բարեկամներ, այսքան այս ժամի համար մենք շարունակելու ենք աշխատել կենտրոնական տնտեսական հանձնաժողովի մամուլի կենտրոնում եւ շարունակեք հետևել Արցախի հանրային հեռուստատեսությանը, ուղիղ միացումներ կապահովեն առաջիկա ժամերի ընթացքում։ Շնորհակալություն։